Նոյեմբերի 16-ին Վաղաշաբաթ համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամանով սահմանվել են ներքին գործերի նախարարության եւ ենթակա ծառայությունների աշխատանքի հստակ ուղղություններն ու գործիքակազմը։ Նոյեմբերի 9-ին ներքին գործերի նախարարության եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքերում տեղադրվել են ընտրողների վերջնական ցուցակները։ Իրականացվել է նախապատրաստական ծավալուն աշխատանք։ Մեր աշխատանքային խումբը, որ մինչ վերջնական ցուցակների ձևավորումը զբաղված էր այդ ցուցակների ֆիլտրման, մաքրման աշխատանքներով եւ ոստիկանության մեր գործընկերների հետ համատեղ բավականին փոխվել է անճշտությունների պատկերը, ըստ էության հավակնում ենք մոտենալ 0-ի։ Այդ աշխատանքային խումբը իհարկե ակտիվ է լինելու նաեւ հենց քվեարկության օրը տեղում կլինի նաև մեր շրջիկ ծառայությունը, որը տեղեկանքներ կտրամադրի նաև այդ տարբերակով բոլոր նրանց համար, ում դժվար կլինի մոտենալ մեր տարածքային ստորաբաժանում։ Ներքին գործերի նախարարության շրջիկ սպասարկման գրասենյակներում քաղաքացիները ընտրություններին մասնակցելու նպատակով կարող են ստանալ ինչպես ժամկետ անց անձնագրին փոխարինող փաստաթուղթ, այնպես էլ քվեարկության օրը լրացուցիչ ընտրացուցակներում ընդգրկվելու համար տեղեկանք, ինչը թույլ կտա իրացնել ընտրելու իրենց իրավունքը։ Համակարգված աշխատանք են կատարելու Զանգերի կենտրոնի աշխատակիցները ապահովելով 8422 կարճ հեռախոսահամարին ընտրությունների վերաբերյալ միգրացիա եւ քաղաքացիության ծառայության ոլորտին առնչվող զանգերի սպասարկումը։ Աշխատելու ենք ժամը առավոտյան 8-ից երեկոյան 20:00-ն, այսինքն ողջ քվեարկության օրը տնային աշխատանքի եւ կուլիսային աշխատանքի իմաստով եւս գլխամասային գրասենյակը անելու է ամեն հնարավոր բան, որպեսզի ընտրական process-ը անցնի նորմալ։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը շուրջօրյա ռեժիմով իրականացնելու է ընտրատեղամասերի օնլայն դիտարկում, ուշադրության կենտրոնում պահելով առկա իրավիճակն ու երաշխավորելով օպերատիվ արձագանքը։ Անհրաժեշտության դեպքում օպերատիվ կերպով արձագանքելու ենք միջադեպերին եւ հայտնելու ենք համապատասխան ոստիկանության ստորաբաժանումներ։ Համայնքում ուժեղացված ռեժիմով ծառայություն կիրականացնեն ոստիկանության ենթակա ծառայությունները, պահպանելով հասարակական կարգն ու անվտանգությունը։ Ընտրատեղամասերը կվերծվեն պահպանության։ Իսկ հանրային հաղորդակցության եւ իրազեկման վարչությունը ընտրատեղամասերից ներքին գործերի նախարարության ծառայությունների աշխատանքի վերաբերյալ 4-ժամյա պարբերականությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում անհապաղ կտրամադրի անհրաժեշտ տեղեկատվություն։